Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային երկրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր էլ մեկ խաղ ենք դիտելու եւ միմյանց հետ են մրցում հետապա Օլիմպիկ Լիոնը եւ շատ լավ մարզավիճակում գտնվող Լեռնային Արցախը։ Հիմա տեսնում ենք, որ արդեն խաղը մեկնարկել է, արագ ներկայացնեմ թիմերի հիմնական հայտարարությունները։ Լիոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյանը, համար 3 Բաբկեն Աբրահամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 7 Նարեկ Դավթյան, համար 8 Լյուդվիկ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, համար 11 Տիգրան Սեթրակյան, թիմի ավագ համար 13 Ռոման Ջուլհակյան, համար 20 Գալուս Ղուկասյան եւ համար 23 Արթուր Ասոյան։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 9 Կարեն Շահագելձյան, համար 10 թիմի ավագ Արսեն Սարգսյան, համար 13 Արսեն Հարությունյան, համար 14 Ալեն Սարգսյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 25 Նարեկ Դանելյան եւ համար 27 Հայկ Աթայան։ Տեսնում ենք, որ արդեն խաղը մեկնարկել է, հիմա տեսնում ենք առաջին հարվածը Լիոնի, Վաղինակ Սեթրակյանը հարված կատարեց, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։ Լիոնը այս մրցաշարի հետնապարն է, սիրելի ֆուտբոլասերներ, նրանք չկարողացան ի վերջո փլեյոֆ դուրս գալ, ոչ փոքր լիգային են մասնակցելու, ոչ փլեյոֆին, նրանք դուրս են մնում մրցաշարից, իսկ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները շատ լավ մրցաշար են անցկացնում, նրանք այսօր կարող են հաղթանակի դեպքում ժամանակավորապես առաջին հորիզոնականում տեղակայվել Յուվենտուսի սայթակումից հետո նրանք լավ շանս են ստացել եւ այսօր հաղթանակի դեպքում մեկ միավորով նրանք առաջ կլինեն Յուվենտուսից, բայց դեռ նոր է մեկնարկել հանդիպումը, տեսնենք թիմերը միմյանց ինչ կառաջարկեն, դեռ Արցախի ֆուտբոլիստները չեն կարողացել իրենց հարվածը առաջին կատարել, մեկ անգամ Լիոնի կարողացել է հարված կատարել, Վաղինակ Սեթրակյանն է հարվածել, բայց շեղ է ընթացել Լիոնի հարձակվողի հարվածը։ 15 խաղից հետո 40 միավոր է վաստակել Լեռնային Արցախի երկրորդ հորիզոնականում է գտնվում, իսկ Յուվենտուսը 15 խաղից 42 միավոր ունի, 2 միավոր ավել է այս պայդրությամբ Յուվենտուսը Լեռնային Արցախից, բայց այսօրվա հաղթանակի դեպքում Լեռնային Արցախը նրանց կարող է շրջանցել։ Հիմա տեսնում ենք Լիոնն է նորից գրողում, Ռաֆայել Աբրահամյան հարված տեսանք, բայց այս դրվագում կարողանում են Լիոնի ֆուտբոլիստները անկյունային վաստակել, այս խաղի առաջին անկյունային են վաստակում։ Տեսնում ենք, որ ակտիվ են մեկնարկել մի փոքր Լիոնի ֆուտբոլիստները Լեռնային Արցախից։ Հիմա տեսնենք Արթուր Ասոյանն է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ հարվածը չստացվեց Վաղինակ Սեթրակյանի, շարունակվում է հիմա գրոհ, բայց ի վերջո հետ ուղարկեցին գնդակը դեպի Արթուր Ղազարյանը, հիմա երկար փոխանցում դեպի Վաղինակ Սեթրակյանը, բայց հեռացրեց Տիգրան Համբարձումյանը գնդակը եւ նորից Լիոնինն է լինելու գնդակը։ Նրանք այս մրցաշրջանում այս պահին մեկ հաղթանակ են տոնել։ Դեռ բացի այս խաղից մեկ հանդիպում էլ ունեն անցկացնելու։
Բայց այն այս թիմին ոչինչ չի տալու, որովհետև նրանք արդեն կորցրել են Գիրքը մրցաշարային աղյուսակում, հիմա տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն են գրավում, վտանգավոր է և բացված է հաշիվը, ինքնագոլի հեղինակ է դառնում այնտեղ Գալուս Ղուկասյանը, կարծես թե և շատ արագ կարողացան հանդիպան հաշիվը բացել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները և 1-0 է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ 1-0 Լեռնային Արցախը կարողացավ 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացել, ինքնագոլի հեղինակ դարձավ Գալուս Ղուկասյանը անմեղ իրավիճակում, նրանից անդրադարձ եղավ և այնտեղ չկարողացավ Արթուր Ղազարյանը փրկել իր թիմին և հիմա տեսնում ենք, որ պարտվողի կարգավիճակում են Լիոնի ֆուտբոլիստները։ Այս խաղում էլ կարողացան արագ հանդիպան հաշիվը բացել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, հիմա տեսնենք ինչ կառաջարկեն Լիոնի ֆուտբոլիստները, նորից տեսնում ենք, որ ստանդարտ իրավունք են վաստակել Լիոնի ֆուտբոլիստները, խաղարկեցին, բայց այս խաղարկումը չտվեց իր արդյունքը, Էրիկ Խաչատրյանը վերցնում է գնդակը և սկսում է իր թիմի գրոհ։ Այստեղ տեսանք հիմա հարված, առաջին հարվածն էր Լեռնային Արցախի կատարմամբ Տիգրան Համբարձումյանը հարվածեց, որովհետև այդ գոլի դրվագում չենք կարող հարված անվանել այդ փոխանցումը, այն ավելի շատ փոխանցում էր ուղղված դեպի մյուս ֆուտբոլիստը, հիմա լավ փոխանցում տեսնենք, բայց այստեղ Արթուր Ղազարյանն է դուրս գալի դարպասից և հեռացնում գնդակը, այնտեղ շատ լավ էր նկատել Լեռնային Արցախի ֆուտբոլիստը աչի եզրով շարժվող Հայկ Աթայանին, բայց Լիոնի դարպասապահը այստեղ շատ լավ գործեց և կարողացավ դուրս գալ և փրկել իր թիմին վերահաս գոլից։ Նորից գնդակով տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն են, շարժվում են առաջ, այստեղ չստացվեց Նարեկ Դանելյանի փոխանցումը, այստեղ էլ պաշտպանությունում սխալվում է Գալուս Ղուկասյանը, հիմա տեսնենք Լեռնային Արցախն է գրոհում, կարող է հարված լինել, բայց փակեցին, հիմա նորից շարունակվում է գրոհը և այստեղ նորից հեռացրեցին գնդակը, այնտեղ չստացվեց Կանիշ Ագելձյանի փոխանցումը, հիմա հակագրոհում են Լիոնի ֆուտբոլիստները, տեսնենք 4-3-ի դիմաց, բայց այստեղ Արթուր Ասոյանի փոխանցումը ուժեղ ստացվեց դեպի Ռաֆայել Աբրահամյանը, նրանք չկարողացան այս հակագրոհը արդյունքի հասցնել։ Հիմա նորից երկար փոխանցում տեսանք Կանիշ Ագելձյանի կողմից, բայց հեռացրեցին գնդակը Լիոնի ֆուտբոլիստները։ Այսօր տեսնում ենք, որ Լեռնային Արցախի կազմում մի քանի ֆուտբոլիստներն են բացակայում անցած խաղի համեմատ, հանգստի հնարավորություն է ստացել Ռոնալդ Մելքումյանը, հիմա տեսնում ենք վտանգավոր է և դարպասածողն է փրկում այստեղ Լիոնին, Նարեկ Դանելյանն էր հարվածում, շատ լավ հարված տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից, բայց դարպասածողը փրկեց Լիոնին, հիմա Լիոնի ֆուտբոլիստներն են գրոհում, բայց այստեղ լավ պաշտպանվեցին Արցախի ֆուտբոլիստները, բայց կարողացան արագ հետ բերել գնդակը իրենց կիսադաշտ Լիոնի ֆուտբոլիստները։ Ռոնալդ Մելքումյանը անցած խաղում հետրիկի հեղինակ դարձավ, լավ հանդիպում անցկացրեց, այսօր նա հանգստի հնարավորություն է ստացել և մյուս հանդիպումը կարող է օգնել իր թիմին, մյուս հանդիպմանը։ Թիմից մի քանի հոգի էլ այսօր չկան։ Հիմա գրոհում են Լիոնի ֆուտբոլիստները, Վաղինակ Սեթրակյան հարված Էրիկ Խաչատրյանը փրկում է, բայց այնտեղ ձախ եզրում
շատ լավ էր ազատվել Ռաֆայել Աբրահամյանը եւ փոխանցում էր պահանջում ի վերջո Վաղինակ Սեթրակյանը փորձեց ինքը եզրափակել այս գրո եւ Երիկ Խաչատրյանը փրկեց իր թիմին այս խաղում երկու հարված է կատարել այս պայն Վաղինակ Սեթրակյանը բայց դեռ արդյունք չեն տվել այդ հարվածները Լեոնի հարձակվողի լավ մրցաշրջան է անցկացնում ամեն խաղում նա միշտ ակտիվ է եւ փորձում է իր թիմին օգնել բայց տեսնում ենք որ անգամ նրա գոլերը այս մրցաշրջանում դեռ Լեոնին չեն օգնել, որովհետև նրանք այս մրցաշրջանի հետնապահն են Տասը րոպե անցավ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսից 1-0 հաշվով այս պահին հաղթում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները օնլայն տարբերակով նայում ենք մրցաշարային աղյուսակին նրանք ժամանակավոր առաջին անգամ այս մրցաշրջանում շրջանցում են Յուվենտուսին եւ նահանջում են Յուվենտուսը երկրորդ հորիզոնական այս արդյունքի պարագայում Հիմա վտանգավոր է Ռաֆայել Աբրահամյանը այստեղ լավ գործեց հիմա տեսնում ենք Լեռնային Արցախի պաշտպանը Արսեն Հարությունյանն էր այնտեղ հիմա ինչ էր այստեղ կարծես թե գնդակին է խաղացել Միքայել Առաքելյանը եւ շարունակում է խաղը նորից Լեռնային Արցախն է գնդակով եւ շարժում են առաջ Նարեկ Դանելյանն է գնդակով Խաղարկում են հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում Լավն է նրանց համագործակցությունը Նարեկ Դանելյան թողնում է Կարեն Շահագերձյանին տեսնենք հարված կկատարի ոչ Նարեկ Դանելյան Ինչպիսի դիրքից վրիպես Նարեկ Դանելյանը եւ հիմա խաղի մրցավարը կարծես թե դիտելու է Լեոնի վերջին գրոյի դրվագը տեսնենք այս դրվագում ինչ մրցավարը կասի պես Հիմա տեսնում ենք խաղի մրցավարը դիտես դրվագը եւ 11 մետրանոց է նշանակել Լեռնային Արցախի դարպասին եւ լավ շանս են ստանում այս իրավիճակում Լիոնի ֆուտբոլիստները հավասարեցնելու հանդիպման հաշիվը եւ գնդակը վերցրել է թիմի Ռմբարկու Վաղինակ Սեթրակյանը այսօր նա երկու անգամ հարված է կատարել դարպասին բայց արդյունք չեն տվել տեսնենք երրորդը կարող է նրա համար լավ ստացվել եւ կարողանա իր թիմին գոլ բերել հիմա տեսնենք Երիկ Խաչատրյանն ընդդեմ Վաղինակ Սեթրակյանի սուլիչը կա Վաղինակ Սեթրակյանը հարված եւ գոլ հանդիպան հաշիվը հավասարեցված է շեշտակի հարված կատարեց այստեղ եւ Լեոնի հարձակվողը գոլի եղինակ է դառնում եւ հաշիվն էլ 1-1 է մեզ մոտ Վաղինակ Սեթրակյան 1-1 Առաջին խաղակեսի միջնամասում կարողացան Լեոնի ֆուտբոլիստները հավասարեցնել հանդիպան հաշիվը հիմա վտանգավոր է Ռաֆայել Աբրահամյանը հարված կատարեց այստեղ սխալվեց Լեռնային Արցախի պաշտպանը կարող էին պատժվել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները բայց վերջին պահին փրկեց Երիկ Խաչատրյանը իր թիմին հիմա արագ խաղարկել են գնդակը Լեոնի ֆուտբոլիստները նորից վտանգավոր են Վաղինակ Սեթրակյանն էր հարված կատարում այստեղ եւ փրկվում է Լեռնային Արցախը այս իրավիճակում եւ նորից անկյունային են վաստակել շատ արագ տեսնում ենք որ գոլից հետո ակտիվ պրեսինգի ենթարկեցին Լիոնի ֆուտբոլիստները Լեռնային Արցախին եւ կարողացավ այդ դրվագում Ռաֆայել Աբրահամյանը խլել գնդակը պաշտպանից եւ հարված կատարել բայց արդյունք չտվեց այդ հարվածը որովհետեւ Դարպասում Երիկ Խաչատրյանն էր եւ գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Լեռնային Արցախի դարպասապը ինչեւ է տեսնում ենք որ նորից Լեոնինն է գնդակը լինելու այնտեղ Ռոման Ջուլակյանը թողեց խաղադաշտը Բաբկեն Աբրահամյանին
Այսա հետաքրքիր է, շատ լավ են հիմա անցկացնում այս խաղակեսը Լիոնի ֆուտբոլիստները, հիմա Արցախն է գրոհելու, Արսեն Սարգսյան, տեսնենք հարված եւ փրկում է հիմա իր թիմին, Լիոնը երկրորդ հարվածն է փակեցին, նորից հարված, այստեղ էլ Գալուս Ղուկասյանն այս հարվածի ճանապարհին կանգնում, 3 հարված եւ 3-ն էլ պաշտպանները փրկեցին, նորից շարունակում է գրոհ Լեռնային Արցախի, տեսնենք Արսեն Սարգսյան փոխանցում հարված, բայց այստեղ հարվածը լավը չէր։ Կարեն Շագելջյանի հիմա նետվում են հակագրոհի Լիոնի ֆուտբոլիստները Ռաֆայել Աբրահամյան տեսնենք, բայց ուշացնում է հարված այստեղ Էրիկ Խաչատրյանն էր դուրս եկել դարպասից, հարված կատարեց ի վերջո, բայց փրկում է Էրիկ Խաչատրյանը իր թիմին։ Ինչ հանդիպում են անցկացնում թիմերը, փոխնիփոխ գրոհներ ենք տեսնում, լավն էր այստեղ հակագրոհը։ Լիոնը այնտեղ նկատել էր, որ առաջ է շարժվել Ռաֆայել Աբրահամյանը եւ Արթուր Ղազարյանը ուղիղ նետեց գնդակը դեպի թիմակիցը, բայց չկարողացավ այս հակագրոհը վերացել գոլի Լիոնը, շատ վտանգավոր էր, այդ վտանգավոր հարվածներից հետո Լեռնային Արցախի կարողացավ կայծակնային հակագրոհ իրականացնել Լիոնը, բայց չստացվեց նրանց մոտ, հիմա նորից Արցախն է գնդակով հարված եւ գոլ, Արսեն Սարգսյանն է գոլ եղնակ դառնում Լեռնային Արցախի թիմի ավակը եւ նորից առաջ է անցնում Լեռնային Արցախը այս խաղում 2-1։ Արսեն Սարգսյան 2-1 արագ կարողացավ նորից խաղի հաշիվը Լեռնային Արցախի իր կողմը թեքել եւ նորից արջևում են Արցախի ֆուտբոլիստները, բայց Լիոնը շատ լավ է, տեսնում ենք այս խաղակեսը անցկացնում, ակտիվ են երկու թիմերն էլ, պատժվեց Լիոնը այդ հակագրոհից հետո, չգրված օրենքը այս իրավիճակում աշխատեց, դուք չեք խփում, քեզ են խփում, հիմա տեսնում ենք նորից Արցախն է գրոհում, այստեղ խաղարկեցին անկյունային հարվածը Արցախի ֆուտբոլիստները, հիմա տեսնենք կարող է հարված կատարել այստեղ Նարեկ Դանելյանը, բայց գնդակին է հիմա խաղում Հայկ Հակոբյանը եւ շարժվում առաջ, այստեղ է լավ պաշտպանվեց Հայկ Աթյանը եւ պահում է իր թիմի մոտ գնդակը, Արսեն Սարգսյանն է հետ վերադարձել եկել իրենց կիսադաշտ եւ փորձում է գրոհ սկսել, այստեղ էլ Տիգրան Սեթրակյանն է հեռացնում գնդակը, տեսնում ենք, որ անձրևն էլ ավելի է ուժեղանում սիրելի ֆուտբոլաստերներ, բայց թիմերը հետաքրքիր հանդիպում են մեզ առաջարկում եւ դեռ գնդակը տեսնում ենք, որ շատ չի մնում դաշտի կենտրոնում, Նարեկ Դանելյանն է հիմա գնդակով փորձում է թիմակից փնտրել, հետ է խաղում Տիգրան Համբարձումյանը, այնտեղ լավ էր ազատվել Արսեն Սարգսյանը, բայց ուշացրեց այստեղ Կարեն Շագելջյանը, փոխանցումը ազատվել էր վերջին պահին Արսեն Սարգսյանը, բայց փոխանցումը ի վերջո հասցեատեր չունեցավ, նորից պահում են իրենց մոտ գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, հետ են խաղարկում մինչև Էրիկ Խաչատրյանը, նորից պրեսինգ է ենթարկում Ռաֆայել Աբրահամյանը, շատ լավ է տեսնում են գործում Լիոնի հարձակվողը ակտիվ է այս խաղակեսում, հիմա տեսնենք կարող են հարված կատարել եւ Տիգրան Համբարձումյան փակում է այս հարվածի ճանապարհը Հայկ Հակոբյանը եւ վերջին պահին Տիգրան Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները Հայկ Հակոբյանի հետ նկատմամբ հիմա նորից երկար փոխանցում այստեղ հեռացեց գնդակը Էրիկ Խաչատրյանը, բայց վտանգավոր էր, կարող էր Վաղինակ Սեթրակյանը գնդակը խլել, բայց չստացվեց նրա մոտ։ Առաջի խաղակեսի հանդիպան ավարտին մնացել է մեզ 5-ից 6 րոպե, սիրելի ֆուտբոլասերներ։
Տեսնում ենք, որ Լեռնային Արցախը այս պահին 2-1 հաշվով հաղթում է Օլիմպիկ Լիոնին, բայց խելեղ հանդիպան ենք ականատես լինում այս մոտ 20 րոպեների ընթացքում։ Հիմա նորից պրեսինգ են ենթարկում այստեղ Լիոնի ֆուտբոլիստները, բայց կարողացան այս իրավիճակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները դուրս գալ իրենց կիսադաշտից։ Արսեն Սարգսյանն է գնդակով, խաղարկում են Շահագելձյանի հետ։ Այնտեղ ազատվել է թիմակիցը, ի վերջո հոխացում կատարեց, հասավ Շահագելձյանին, տեսնենք, բայց հարվածի վերջո չկարողացավ կատարել այս դրվագում Կարեն Շահագելձյանը, գեղեցիկ փոխանցման հեղինակ դարձավ Սարգսյանը, բայց չկարողացավ եզրափակել այս գրով Կարեն Շահագելձյանը։ Հիմա էլ անկյունային հարված են վաստակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այս դրվագում։ Նորից արագ խաղարկեցին, Արսեն Սարգսյանն է գնդակով։ Տուգանային հրապարակում ոչ մի թիմակից չկա, ի վերջո հետ են վերադարձնում գնդակը Հայկ Աթայանին, հիմա էլ սխալվում էր Աթայանը, բայց վերջին պահին թիմակիցը կարողացավ գնդակը վերցնել։ Կարեն Շահագելձյան երկար փոխանցում Սարգսյանի, հիմա էլ Շահագելձյանը փորձեց գեղեցիկ փոխանցում կատարել Սարգսյանին, տեղափոխվել էին դիրքերով, բայց ուժեղ ստացվեց Արսեն, ներողություն Կարեն Շահագելձյանի փոխանցումը։ Հիմա էլ տեսնում ենք վտանգավոր է նորից հարվածը Լեռնային Արցախի ֆուտբոլիստի եւ նորից խաղարկում են այստեղ, տեսնենք հիմա հարված, բայց բարձր է հարվածում այստեղ։ Ալեն Սարգսյանը։ Նորից տեսնում ենք, որ երկար բլոկով են խաղում, այսպես ասած, Լիոնի ֆուտբոլիստները, նրանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին դիմավորում են հենց նրանց կիսադաշտից, հիմա վտանգավոր է, կարող ենք տեսնել հարված Արսեն Սարգսյան, ուշացրեց հարվածը, բայց փոխանցում Շահագելձյանին հարված և գոլ, 3-1 է հաշիվը դառնում մեզ մոտ, սիրելի ֆուտբոլասերներ, և գոլ հեղինակ է դառնում Նարեկ Դանելյանը։ Նարեկ Դանելյան 3-1, լավ խաղարկեցին այդ գրո Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Շահագելձյանի փոխանցումից հետո Նարեկ Դանելյանը գոլ հեղինակ դարձավ և արդեն երկու գնդակի առավելություն են ստանում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները և նորից նայում ենք օնլայն տարբերակով մրցաշարային աղյուսակը և ժամանակավոր այս հաշվի պարագայում նրանք առաջին հորիզոնականում են հայտնվում, բայց դեռ երկրորդ խաղակես կա հարված վտանգավոր էր Արթուր Ղազարյանը, կարծես թե փրկեց իր թիմին, ոչ, շեղ հարվածեց այս իրավիճակում Նարեկ Դանելյանը և վերջ, առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, Լեռնային Արցախը 3-1 հաշվով հաղթում է Լիոնին, հիմա ընդմիջում մի քանի րոպեից կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ և Լեռնային Արցախը այս պահին հաղթում է Լիոնին 3-1 հաշվով, հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք, արագ կարողացավ Լեռնային Արցախը հանդիպան հաշիվը բացել, այնտեղ ինքնագոլի հեղինակ դարձավ Գալուստ Ղուկասյանը, մեկ անգամ աչք անգամ Նարեկ Դանելյանը, հիմա հարված տեսանք այս խաղակեսում, առաջին հարվածը Հայկ Աթայանը հարված կատարեց և Արթուր Ղազարյանը իր թիմին փրկեց, մեկ անգամ աչք անգամ Նարեկ Դանելյանը, մեկ անգամ էլ Արսեն Սարգսյանը, իսկ
Լիոնից աչքի ընկավ Վաղինակ Սեյթրակյանը 11 մետրանոց նա իրացրեց։ Հիմա տեսնում ենք, որ այս խաղակեսն էլ ակտիվ են սկսել թիմերը եւ արդեն առաջին հարվածը տեղի ունեցավ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը կատարեց եւ հիմա արագ վերհիշենք թիմերի հիմնական հայտարարությունները։ Լիոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյանը, համար 3 Բաբկեն Աբրահամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 7 Նարեկ Դավթյան, համար 8 Լյուդվիգ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 10 Վաղինակ Սեյթրակյան, համար 11 Տիգրան Սեյթրակյան, թիմի ավագ, համար 13 Ռոման Ջուլհակյան, համար 20 Գալուս Ղուկասյան եւ համար 23 Արթուր Ասոյան։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 13 Արսեն Հարությունյան, համար 9 Կարեն Շարգելձյան, համար 10 Արսեն Սարգսյան, նա էլ իր թիմի ավագն է, համար 14 Ալեն Սարգսյան, հիմա վտանգավոր է եւ դարպասածողին այստեղ հարվածում Կարեն Շարգելձյանը եւ կարող էր էլ ավելի մեծացնել իր թիմի առավելությունը այստեղ Լեռնային Արցախը, բայց չստացվեց։ Շարունակեմ համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 27 Հայկ Աթայան եւ համար 25 Նարեկ Դանելյան։ Հիմա նա է գնդակով շարժվում է առաջ, բայց շատ առաջ թողեց գնդակը եւ Տիգրան Սեյթրակյանը խլեց գնդակը, հիմա էլ կարող է Լիոնը հակագրել Վաղինակ Սեյթրակյան, տեսնենք փոխանցումը, բայց չկարողացավ այստեղ փոխանցում կատարել եւ վերջում փոխանցում կատարեց, բայց լրիվ այլ ուղղությամբ փոխանցում կատարեց Լիոնի հարձակվողը եւ գոլահարը։ Տեսնում ենք, որ սիրելի ֆուտբոլասերները արդեն մեզ մոտ ձյուն է տեղում եւ կարող է ավելի բարդացնել թիմերի այս հանդիպումը, բայց ակտիվ են ինչ խոս թիմերը։ Հիմա նորից հարված Արսեն Սարգսյանը հարված կատարեց եւ Արթուր Ղազարյանը փրկեց իր թիմին։ Արդեն երրորդ հարվածն ենք տեսնում երկրորդ խաղակեսում Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից։ Նորից Լեռնային Արցախն են գրոհում, տեսնենք, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Ի վերջո Արթուր Ղազարյանը ապահովության համար այնտեղ դիպավ գնդակին եւ հեռացրեց եւ հիմա անկյունային է լինելու։ Այս խաղակեսի առաջին անկյունայինն է իրացնելու են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Հիմա տեսնենք այս ստանդարտը փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ հեռացրեց Պաշտպանը գնդակը ոչ, նրան չէր դիպել եւ հիմա արագ կարող են խաղարկել գնդակը Լիոնի ֆուտբոլիստները Ջուլակյանն է գնդակով շարժվում է առաջ։ Խաղարկում է Սեյթրակյանի հետ, կենտրոնում է Սեյթրակյանը, ի վերջո հետ է փոխանցում դեպի Հայկ Հակոբյանը։ Բայց սխալվեց Հայկ Հակոբյանը, հիմա կարող են հակագրել այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց ուշացրեց այստեղ Արսեն Սարգսյանը փոխանցումը, այստեղ լավ էր տեսել Տիգրան Համբարձումյանը թիմակցին աչեզրում, այստեղ էլ շտապեց Վաղինակ Սեյթրակյանը մի փոքր տեսնում ենք, որ Էրիկ Խաչատրյանը դուրս էր եկել դարպասից, փորձեց հեռար հարված կատարել Վաղինակ Սեյթրակյանը, բայց չստացվեց Լիոնի ֆուտբոլիստի մոտ։ Հիմա էլ հերվից հարված, այս հարվածն էլ թույլ ստացվեց Հայկ Աթայանի, հիմա վտանգավոր կարող է լինել, ձախ եզրով շարժվում է առաջ Ռաֆայել Աբրահամյանը, տեսնենք, բայց Հայկ Աթայանը շատ լավ է հիմա պաշտպանվում նրա դեմ եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք անկյունային հարված։ Հիմա այս ստանդարտից հետո
կնշեմ թիմերի անցած խաղերը, հիմա փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, նորից Լիոնինն է գնդակը, Նարեկ Դավթյանն է մտել խաղադաշտ, տեսնում ենք, բայց կորցրեց վերջինս գնդակը, Լիոնը վերջին հանդիպումը անցկացրեց Մանչեսթեր Սիթիի հետ և ի վերջո հետաքրքիր հանդիպում ստացվեց, բայց նրանց չհաջողվեց այդ խաղում հաղթանակի հասնել, նրանք պարտվեցին 2-4 հաշվով, իսկ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 5-2 հաշվով Կադիսին, այնտեղ հետրիկի հեղինակ դարձավ նշեցի Ռոնալդ Մելքումյանը, հիմա վտանգավոր է հեռացրեցին գնդակը մի փոքր Արսեն Սարգսյանն էր այստեղ հարվածում, նորից Արթուր Ղազարյանը իր թիմին փրկում է, հիմա նորից վտանգավոր է Կարեն Շահագելձյան, հարված և մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը, բայց տեսնում ենք վտանգավոր են երկրորդ խաղակեսում սկսել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները և արդեն 5 հարված են կատարել, նորից նրանց մոտ է գնդակը, Կարեն Շահագելձյան գեղեցիկ անցում, փոխանցում, այնտեղ Արսեն Սարգսյանն էր ազատել, բայց Հայկ Հակոբյանը այստեղ լավ պաշտպանվեց, տեսնում ենք նորից այստեղ խաղարկեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները անկյունայինը Կարեն Շահագելձյան փոխանցումը ուղղված էր դեպի Նարեկ Դանելյանը, բայց ուժեղ ստացվեց Կարեն Շահագելձյանի փոխանցումը կարծես թե թիմերը չկարողացան երկրորդ խաղակեսում արագ հաշիվը բացել, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում երկրորդ խաղակեսն էլ ակտիվ են մեկնարկել Ալեն Սարգսյանն է խաղարկում Արսեն Սարգսյանն, լավն էր այստեղ հեռացրեց գնդակ Հայկ Հակոբյանը և այստեղ է խլում է Վաղինակ Սեթրակյանը գնդակը հակագրում է ձախ եզնում է Ռաֆայել Աբրամյանը գեղեցիկ փոխանցում Վաղինակ Սեթրակյանը հարված և Էրիկ Խաչատրյանն է փրկում իր թիմին Լավ հակագրող տեսանք հիմա Լիոնի ֆուտբոլիստների կատարմամբ, երկուսի էին մնացել այն իրավիճակում, հիմա էլ Արցախն է գրում, փոխանցում, բայց այստեղ Նարեկ Դանելյանի փոխանցումը չստացվեց, հասցեատեր չունեցավ, Արթուր Ղազարյանը վերցրեց գնդակը, բայց սխալվում է և խաղի մրցավարը հիմա կանգնեցնում է խաղը, կարծես թե այստեղ ինչ-որ բան այն չէ, բայց գնդակը հանձնում է Լեռնային Արցախի ֆուտբոլիստներին, նորից պետք է սկսեն իրենց գրոհը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Կարեն Շահագելձյան հարված այստեղ Հայկ Հակոբյանն է իր վրա վերցնում այս հարվածը, մնում է գնդակը ի վերջո խաղադաշտում Արթուր Ղազարյանը այստեղ սխալվում է և ինչ է անում հիմա Լիոնի դարպասապահ, բայց փրկվեց ի վերջո Լիոնը և հեռացրեցին գնդակը Նա կարծես թե շփոթել էր իր դիրքը այսօրվա խաղում և եկել էր ձախ եզր, բայց նա էլ տեսնում ենք, որ լավ հանդիպում է անցկացնում, գեղեցիկ սեյվեր այսօր կատարեց, Հիմա էլ պրեսինգ է ենթարկում Ռաֆայել Աբրամյանը Արցախի ֆուտբոլիստներին չստացեց, նորից հանգիստ տեսնում ենք, որ այստեղ գործեցին և կարողացան անցնել կիսադաշտը, վտանգավոր է Հայկ Աթայան, հարված նորից փրկում է Արթուր Ղազարյանը իր թիմին և նորից անկյունային է վաստակում Լեռնային Արցախը, շատ վտանգավոր էր տեսնում ենք Լեռնային Արցախի գրոհը, նրանք փորձում են այս խաղակեսում
մեծացնել իր առավելությունը, այստեղ էլ Նարեկ Դանելյանն է բարձր հարվածում։ Դեռ իրական պահ չեն ունեցել այս խաղակեսում Լիոնի ֆուտբոլիստները, մեկ անգամ այդ հակագրոհն էր եղել եւ Վաղինակ Սեթրակյանը ուղիղ Էրիկ Խաչատյանի վրա հարված կատարեց։ Այստեղ էլ չեն կարողանում դուրս գալ պաշտպանությունից Լիոնի ֆուտբոլիստները, նորից հիմա գնդակով Արցախի ֆուտբոլիստներն են, Կարեն Շահագելձյան եւ ի վերջո կարողանում է անկյունային հարված կորզել այս իրավիճակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը։ Նորից խաղարկում են լավներ փոխանցում Արսեն Սարգսյանի, տեսնենք հարված, բայց չեղե հարվածում այստեղ Ալեն Սարգսյանը տեսնում ենք, որ այս անկյունայինից խաղարկումները ստացվում են մի փոքր այսօր Լեռնային Արցախի մոտ արդյոք կհասնի գնդակին Ռոման Ջուլակյանը, ոչ և պայլ է գնդակը և անկյունային կարողացավ վաստակել Ռոման Ջուլակյանը այս իրավիճակում խաղարկեց, բայց Վաղինակ Սեթրակյանը չկարողացավ հարված կատարել այս դրվագում այստեղ է լավ անցում ձեռնարկեց Շահագելձյանը, տեսնենք հիմա փոխանցում նորից հեռացնում է այստեղ Հայկ Հակոբյանը, տեսնում ենք, որ լավ է գործում պաշտպանությունում Հայկ Հակոբյանը, շարունակում է մնալ գնդակը Լեռնային Արցախի մոտ, այստեղ չկարողացավ պահել իր մոտ Հայկ Աթայանը գնդակը և Լիոնին է լինելու գնդակը Խոտացածկը տեսնում ենք թաց է Ձյունը դեր մեզ մոտ շարունակում է վտանգավոր է արված և գոլ այստեղ գոլ հեղինակ է դառնում տեսնում ենք Ռոման Ջուլակյանը և կրճատում է հանդիպման հաշիվը հիմա հաշիվը մեզ մոտ 3-2 է Ռոման Ջուլակյան 3-2 կրճատում է հանդիպան հաշիվը Լիոնի ավակը, այնտեղ Էրիկ Խաչատյանը սխալվեց անմեղ իրավիճակում և կարողացան այս շանսից օգտվել Լիոնի ֆուտբոլիստները և երկրորդ խաղակեսի միջնամասն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ 3-2 է հանդիպան հաշիվը դեռ կարող են պայքարել այս խաղում և միավոր կորզել Լիոնի ֆուտբոլիստները հետաքրքիր հանդիպում է ստացվում տեսնենք հիմա նորից խլում է գնդակը Վաղինակ Սեթրակյանը շարժում է առաջ այստեղ աչ եզնում Արթուր Ասյանն էր ազատվել բայց լավ պաշտպանվեց տեսնում ենք Արսեն Հարությունյանը հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն են շարժվում առաջ տեսնենք լավ փոխանցում հիմա վտանգավոր է և 11 մետրանոց է հիմա նշանակում հանդիպան մրցավարը Լիոնի դարպասին և հիմա հակառակ թիմի դարպասին է լինելու 11 մետրանոց, լավ շանս ստացավ այս իրավիճակում Լեռնային Արցախը և այնտեղ Գալուս Ղուկասյանը խախտեց կանոնները և տեսնում ենք, որ Կարո Շահագելձյանն է վերցրել գնդակը և նա էլ կարող է այսօր գոլի հեղինակ դառնալ, տեսնենք, կարող է նորից մեծացնել իր առավելությունը Լեռնային Արցախը, սուլի չկա, Կարեն Շահագելձյան, հարված, գեղեցիկ հարված և գոլի հեղինակ է դառնում ի վերջո Կարեն Շահագելձյանը և հանդիպան հաշիվը դարձնում է 4-2 Կարեն Շահագելձյան 4-2 սառնասիրտ հարված կատարեց այդ իրավիճակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը և կարողացավ նորից երկու գոլի առավելությունը պահպանել Լեռնային Արցախը և
դեր հաղթողի կարգավիճակում են գտնվում, Հայկ Աթայանը շարժվում առաջիմը հարված, Արթուր Ղազարյանն է փրկում իր թիմին, շարունակում է Ալես Սարգսյանը հարված, այստեղ էլ Հայկ Հակոբյանն է փրկում իր թիմին, հիմա տեսնում ենք, որ գոլից հետո նորից ակտիվացել են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, տեսանք, որ հրաշալի անցում կատարեց Հայկ Աթայանը աջ եզրով և շարժվեց դեպի կենտրոն և մնաց դարպասապայի դիմաց մենակ, բայց փրկեց այնտեղ էլ Արթուր Ղազարյանը, այսօր լավ հանդիպում է անցկացում Լիոնի դարպասապայի, հիմա էլ կարող են հակակրել Լիոնի ֆուտբոլիստները Ռաֆայել Աբրահամյան, բայց այստեղ խճճվեց մի փոքր, բայց դեռ պահում է գնդակը իր մոտ և ի վերջո կարողացան խլել գնդակը Արցախի ֆուտբոլիստները Հիմա էլ տեսնում ենք Արսեն Սարգսյանն է հանգստացնում մի փոքր տեմպը և շարժվում են առաջ Արցախի ֆուտբոլիստները լավ փոխանցումներ հիմա Նարեկ Դանելյան կարող է հարված կատարել տեսնենք թողնում է Կարեն Շահգերձյանին հարված և Հակոբյանն է փրկում նորից իր թիմին բայց եզրային նետում են վաստակում այս իրավիճակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ էլ դեղին քարտ է ստանում տեսնում ենք Արթուր Ղազարյանը Նորից խաղարկեցին Արսեն Սարգսյան փոխանցում է Նարեկ Դանելյանի կարող է հարված կատարել հարված և նորից փրկվում է Լիոնը կարող էր նորից ինքնագոլ եղինակ դառնալ այս իրավիճակում Գալուս Ղուկասյանը բայց փրկվեց ի վերջո Լիոնը այս իրավիճակում նորից հարակ խաղարկել են այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակը հիմա կենտրոնում է Նարեկ Դանելյանը հարված նորից Հակոբյանն է փրկում շատ վտանգավոր են հեռար հարվածները տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստների հիմա տեսնում ենք ի վերջո Լեոնինն է լինելու գնդակը Գալուս Ղուկասյանն է տեսնում ենք շարժվել առաջ խաղարկում է այստեղ թիմակցի հետ Վաղինակ Սեթրակյան բայց չկարողացավ կառավարել գնդակը և հիմա շարժում են առաջ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Կարո Շահգերձյան տեսնենք հարված և գոլ Արսեն Սարգսյանն է գոլ եղինակ դառնում և հաշիվը դարձնում 5-2 և այլ ավել են մեծացնում իրենց առավելությունը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արսեն Սարգսյան 5-2 դուբլի եղինակ է դառնում Լեռնային Արցախի ավակը տեսանք որ Կարո Շահգերձյանը հարված էր կատարում բայց այդ հարվածը դարձավ այդ իրավիճակում փոխանցում և թիմակիցը ավելացրեց և գոլ գրանցեց իր հաշվին էլ ավելի մեծացրեց առավելությունը այս խաղում Լեռնային Արցախը Եվ մեծ քայլ է կատարում դեպի հաղթանակ և այս պահին ժամանակավորապես առաջին հորիզոնականում են գտնվում Արցախի ֆուտբոլիստները, բայց հիմա տեսնենք հակագրոհ 4-2-ի դիմաց Վաղինակ Սեթրակյան նորից հերվից հարված է կատարում Վաղինակ Սեթրակյանը կարող էր փոխանցում կատարել, բայց նորից փորձեց ինքը եզրափակել այս գրոհը Այստեղ էլ Արթուր Ասոյանն է լավ խաղում և շարժվում առաջ, տեսնենք խոտացածքը շատ թաց է և դժվար է անցնում փոխանցումները ֆուտբոլիստների, բայց դեռ հետաքրքիր հանդիպում է ընթանում հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն են գրոհում, բայց այս փոխանցումը հասցեատեր չունեցավ Եվ հիմա տեսնում ենք հանդիպան ավարտին մնացել է 5-ից 6 րոպե, հիմա նորից վտանգավոր է Արսեն Սարգսյան, տեսնենք փոխանցեց, հարված և գոլ 6-2 է դառնում հանդիպան հաշիվը և գոլ եղինակ է դառնում Հայկ Աթայանը, նա էլ այսօր գոլ գրանցեց իր հաշվին Հայկ Աթայան 6-2
խոշոր է դարձնում հաշիվը Լեռնային Արցախը նայել այսօր իր գոլը հեղինակեց այնտեղ Արսեն Սարգսյանը լավ խաղարկեց նա թողեց իր թիմակցին գնդակը եւ նա էլ կարողացավ այսօր աչքի ընկնել կարծես թե խաղի ելքը վճռվեց նրանք այսօր կկարողանան 3 միավոր վաստակել եւ շրջանցել Յուվենտուսին տեսնում ենք նորից գնում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները բայց այստեղ լավ պաշտպանվեցին Լիոնի ֆուտբոլիստները փորձեցին այսօր էլ ինչ-որ բան անել Լիոնի ֆուտբոլիստները լավ առաջին խաղակես անցկացրեցին հիմա Ռաֆայել Աբրահամյանն է գնդակով տեսնենք կարող է հարված կատարել փոխանցեց ի վերջո բայց Շահագերձյանն է այս փոխանցման ճանապարհին հայտնվում եւ հեռացնում գնդակը բայց այսօր էլ տեսնում ենք որ վերջին պահին նրանց ինչ-որ բան խանգարեց եւ դեռ պարտվում են Լիոնի ֆուտբոլիստները Հիմա էլ հակագրո Արսեն Սարգսյանն է շարժվում առաջ, տեսնենք փոխանցում կկատարի, ոչ հարված կատարեց, գեղեցիկ հարված, բայց շեղը ընթացավ Լեռնային Արցախի ավագի հարվածը, կարող էր հետրիկի հեղինակ դառնալ Արսեն Սարգսյանը, այս դրվագում չստացվեց, բայց նորից հիմա շարունակվում է Լեռնային Արցախի գրո, նորից Սարգսյան խաղարկում են Կարեն Շահագերձյանի հետ, փոխանցում, հեռացված է գնդակը, Նորից խլեցին գնդակը տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստները խաղարկում են Նարեկ Դանիելյան եւ տեսնենք հարված ի վերջո կլինի թե ոչ Հիմա էլ աչեզնում է Արսեն Սարգսյանը գեղեցիկ փոխանցում եւ վտանգավոր է ի վերջո վերցնում է Արթուր Ղազարյանը գնդակը եւ արագ սկսում իր թիմի գրո նորից կորցրեցին Կարեն Շահագերձյան հարված փրկում են պաշտպանները ինչ վիճակ է հիմա տեսնում ենք լարված Լիոնի տուգանային հրապարակում խուճապ է տեսնում ենք մի փոքր Լիոնի տղաների մոտ նրանք շտապում են բայց 4 գնդակի առավելություն ունի այս պայն Լեռնային Արցախը եւ դժվար է այս մի քանի րոպեներին այդ 4 գնդակը հետ բերել այն էլ այս խաղում այս եղանակային վատ պայմաններում Նորից տեսնում ենք Լեռնային Արցախի տղաներն են գնդակով Ալեն Սարգսյան լավ խաղարկում Սարգսյանի հետ եւ հարված եւ գոլ Ալեն Սարգսյանն էլ ի վերջո գոլ հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձնում է 7-2 Դե ասա փորձես Ալեն Սարգսյան 7-2 խոշոր է դարձնում հաշիվը հիմա վտանգավոր է Արթուր Ասոյանի այստեղ հարվածը բայց չստացվեց նրա մոտ ի վերջո մեծացրեց էլ ավելի առավելությունը Լեռնային Արցախը նորից լավ համագործակցեցին այդ դրվագում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Եվ վերջի վերջո հանդիպումը ավարտված է Լեռնային Արցախը կարողացավ հաղթանակ տանել Լիոնի նկատմամբ 7-2 հաշվով ժամանակավորապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը, սպասելու է Յուվենտուսի խաղին, հետաքրքիր հանդիպում ստացվեց մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, բարի գիշեր եւ ամենայն բարիք։